Երևանի մետրոն տեսել եք։ Տեսեք։ Սիկ Երևանի մետրոյի քարտեզն է։ Սիկ էլ Մոսկվայի մետրոյի քարտեզն է։ Գիտեք իրանց տարբերությունը որն է։ Մոսկվայում տարեկան 10 նոր կայարան կբացվի։ Պատկերացրեք մի ամբողջ ինժեներական խումբ նստած մտածիկը ինչ եղեն են որ թազա կայարան բացեն մետրոյի։ Դոր համար պետք է իրանք հաշվի առնին բնակչության խտությունը, տրանսպորտային ծանրաբեռնվածությունը ու ռելիեֆի առանձնահատկությունները։ Առաջի հայացքից շատ բարդ լոգիստիկ թվացող այս խնդիրը շատ հեշտությամբ կրնալուծե Բորբոսը։ Հա, Բորբոսը։ Ծանոթացեք, ֆիզարում բազմակլուղ։ Ըսիկ լորձասնկի տեսակի օրգանիզմ է, որը գիտական հանրության ամենաշատ քննարկվող բանն է վերջի 10 տարիների ընթացքում։ Սիկ ոչ բույս է, ոչ կենտանի է, ոչ սունգ է, մոտավորապես ամիոբայի նման բան է, որը կապացուցե, որ խելացի եղնելու համար ուղեղ պետք չէ։ Ու ինքը ուղեղ չունենալով հանդերձ մեկ օրվա ընթացքում վերարտադրել է Տոկիոյի երթուղային գծերի քարտեզը։ Լորձասունգը սիրեգը վարսակի փաթիլներ ու չի սիրե արևի լույս։ Հենց այս փաստերն էլ օգտագործեցին գիտնականները։ Վերցրել են Տոկիոյի քարտեզը, ընտեղ ուտեղ գտնվին երկաթուղային կայարանները տրել են վարսակի փաթիլներ։ Իսկ լեռների ու լճերի տեղը ուտեղով որ պետք չէ անցնի մետրոյի գծերը լուսավորել են։ Ու մեկ քանի ժամ հետո լորձասունգը սկսել է իր ցիտոպլազմային լարերը ցկել դեպի սնունդ ու տարածվելով ամբողջ քարտեզով գտնի գուտելու բաները ու արդյունքում կմնան ամենակարճ ուղիները։ Ու երբ որ այս քարտեզը համեմատենք Տոկիոյի իրական երկաթուղային համակարգի հետ, կպարզվի որ ամբողջությամբ համընկնի կը։ Այսինքն այն ինչ որ ինժեներները տանջվին կնախագծեն մի տարվա ընթացքում, այս լորձասունգ չեղածը մի օրվա ընթացքում սաղկեն է։ Պատճառը այն է որ թե ինժեներների թե ամեոբայի տեխնիկական առաջադրանքները նման են։ Ինժեներների նպատակը գծերը շարունակելն է օգտագործելով նվազագույն ռեսուրսներ։ Իսկ լորձասնկի նպատակը սննդին հասնելն է հնարավորինս քիչ օգտագործելով իր մարմնի մասերը։ Սիկ իշխոր են գիշերը խալաձելնիկին հասնելու մոմենտն է, որ պիտի ուղեղը դանջդած հասնի սուդելիկին բրոստը։ Տոկիոյից բացի այս մեթոդով լորձասունգը վերարտադրել է նաև Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի ու լիքը ուրիշ երկրների երկաթուղային համակարգեր։ Գիտնականները նույնիսկ ցանկացել են իրան օգտագործեն որպես հնակետ։ Ցույց են տվել հռոմեական կայսրության քարտեզը, որ ստանան քաղաքների միջև եղած հավանական ճանապարհները։ Ու պեղումներ ներուց գտել են ճանապարհներ, որոնք կանխատեսել էր լորձասունգը։ Էլ լաբիրինթի մեջ են փագե, էլ KGB-ի պատվալն են փագե։ Մեկ է, լորձասունգը ձևը գտնի դուս կուկա։ Այս տարօրինակ լբրձուն ու փուֆիկ զանգվածը բաղկացած է միլիոնավոր առանձին բջիջներից։ Սոնգ առանձին փոքր տխմար անուղեղ ամեոբաներ են, որոնք այս կողմեն կողմ շարժվելով կուտեն սննդարար նյութերը ուտպես գոյատևեն գա։ Այ բայց երբ որ ուտելիքը բրզնիկը ու իրանց համար կսկսվին սև ու մութ տարիները, այդ ժամանակ համախմբվին ու կդառնան մեկ միասնական օրգանիզմ։ Այս դեպքում դժվար կեղնի իրանց անվանել արդեն տխմար ու անուղեղ օրգանիզմներ, որովհետև իրանք այս ժամանակ կսկսեն լուծել խնդիրներ, երթուղիներ կառուցել, ճամպեկ գծել ու ուրիշ լիքը խնդիրներ լուծել։ Կնա այս թազա չինական ավտոներն է սոնգ կսարքեն։ Գնա չինացի գնում։ Չմտածեք իրանց ինտելեկտը կօգտագործեն մենակ կուշտ փորով հաց ուտելու համար։ Իրանք ակտիվություն կցուցաբերեն նաև բազմանալու համար։ Երբ որ կզգան որ մահը մոդ է, սկսեն կստեղծել սունկ հիշեցնող պարգեր, որոնց ներսում էլ գտնվին իրանց սնգանման սերունդները։ Այ հիմա եկեք անդրադառնանք թե ինչի է հաղորդման անունը համագործակցային ինտելեկտ, բայց դուք առավոտից կլսեք լորձասնկի մասին։ Համագործակցային ինտելեկտ կոչվի այս լորձասնկի պահվածքը։ Իրանց անհրաժեշտ չէ ոչ ուղեղ, ոչ կենտրոնացված մտածողություն, ոչ էլ ինչ-որ բարդ կառավարական համակարգ։ Լիքը անուղեղ ամեոբաներ միավորվելով լորձասնկի մեջ դառնան մեկ խելացի օրգանիզմ։ Հազարավոր մրջյուններ միանալով կառուցեն կամուրջներ։ Տերմիտները քաղաքներ ու ամրոցներ կսարքեն։ Թռչունները հատուկ մտածված երամներով կթռնին։ Ձկները իրար հետ խմբավորվելով շփոթեցնեն գիշադիչներին, որ էշ նահատակ չդառնան։ Այսինքն մեր մոլորակում տարբեր միջավայրերում ու տարբեր մասշտաբներով լիքը հիմար օրգանիզմներ միավորվելով ձեռք կբերեն մի հատ բան, որը մեզի հիշեցնե բանականություն, խմբային բանականություն։
Իսկ հիմա դուք կիմանաք, թե որ խնդիրի լուծման համար երբեք չի հերիք ծնե ամբողջ մարդկության կյանքի ընթացքում եղած ժամանակը, ինչեղ ստիպել մրջունին մտածել, որ ինքը մահացել է ու հետո համոզել, որ վերակենդանացել է, ինչ կեղնի, եթե միլիոնավոր միջատների մոտ միանգամից ալգորիթմները ցախողվին, ինչեղ անապատում կառուցել տուն, որը կռնա ինքն իրան հով ծնե, ինչեղ թարգմանել մեղուների լեզուն ու հասկանալ, թե ինչ կպամպասեն իրանք իրար մեջ, հնչի մեղուները չպետք է նայեն հայլու մեջ, հնչի կալմարները որսի ժամանակ կընտորինակեն աստղերի լույսը, ինչեղ բակտերիաները մեր աղիներում կընտրեն մեզի համար զուգընկերներ, ինչի է նման ամենամեծ ինտելեկտը աշխարհում ու ինչեղ կարելի է սեփական աչքերով տեսնել էվոլյուցիան շշի մեջ։ Շատ շուտ կար Կամի Վոյաժեր ասվածը։ Ինչ է սիկ։ Կամի Վոյաժերը շրջիկ վաճառական էր արևմուտքից, ով զվերներ քաղաքից քաղաք ու մարդկանց վրա կծախեր էլ բոյով ծնող յուղ, էլ տարբեր հիվանդության տեղեր, էլ չաբերությունը բուժող քսուկներ, ոբշեմ, ում ինչեղ կռնար կխապեր։ Ու բնականաբար, եթե իր սեդերը բացահայտվիր, ինքը կռնա քացով ծեծուտեր։ Դոր համար իր խնդիրը հետևյալն էր։ Ինչքան հնարավոր է արագ ֆերրար մոդակա քաղաքները ծախեր իր մոդի եղած չեղածը ու հանգարց նույն քաղաքով երկրորդ անգամ չանցնիր։ Տեսականորեն այդքան էլ դժվար բան չկա։ Այս խնդիրը կարելի է լուծել հասարակ հաշվարկներով։ 4 քաղաքի համար կա ճանապարհի 3 տարբերակ։ 5 քաղաքի համար 12, 6 քաղաքի համար 60, 7 քաղաքի համար 360, 8-ի համար 2500, իսկ 66 քաղաքի համար տարբերակներն ավելի շատ են, քան խոսքի Գյումրու բնակչությունը։ Կա մի կենտանի օրգանիզմ, որը ամեն օր լուծել է այս խնդիրը։ Մրջուններ։ Իրանցից ամեն մեկն առանձին հիշուպես կաշխատի, բայց վայն եկավ մեզի տարավ, եթե իրանք հանկարծ սկսեն համախմբված աշխատել։ Միասին իրանք ձևավորեն խմբակային, նույն ինքը համագործակցային բանականություն, որը ըմբես խնդիրներ կռնալու ձոր էյլ դու սուս։ Այս թափառողջների հարցը կռնան լուծեն։ Դեսին, չէ, երևի։ Լավ։ Ի տարբերություն լորձասնկերի, մրջուններն ունին իրանց լեզուն։ Ասեմ ավելին, նույնիսկ կա մրջունների բառարան։ Հəbə։ Էդվարդ Ուիլսոնն է հորինը։ Ինքը առաջինն է նկատել, որ երբ որ մրջունը սատկի գա, առաջի 2 օրը հեշմարտ շանտեղ չի տնե իրան։ Այ երբ որ կսկսե փտել, այդ ժամանակ նոր մյուս մրջունները կտանին իրան մրջունների գերեզմաններ։ Ուիլսոնը հասկացավ, մրջունները ուշադրություն չեն դարձնե իրանց հանգուցյալ ընկերոջը, որովհետև իրանք կարելի է ասել քոր են, իրանք կառաջնորդվին ֆերոմոններով։ Իրանք պրոստը չեն տեսնի իրանց մեռած աղբորը, այ երբ որ սկսե հոտ ընկնել, այդ վաղ նոր կսկսեն թաղման արարողությունը։ Թաղման արարողությունը սկսվի գա այս ֆերոմոնից, որը կոչվի գա օլեինաթթու։ Հոդն ու գույնը նման է ձետի։ Եթե սորից կատիլը կատեսնենք մրջունի վրա, ինքը կմտածի, որ ինքը մեռել է ու կերտա ինքն իրան կթաղը։ Հետո երբ որ հոդն անցնի, ինքը կհասկանա, որ չէ, ամեն դեպքում ինքը մեռած չէր ու կելնի գերեզմաններից կերտատուն։ Պատկասես խոսքի մրջունի տնեցող տունը նստած մրջունի նկարը նայեն փայքը, ծախեն գխմեն գփանպես, օղորմի կխմեն ու այդ պայն նես կմտնի այդ մրջունը խոսքի։ Ուիլսոնը մենակ սիկ չի բացահայտել։ Ինքը նաև բացահայտել է, որ կրնանք տարբեր ֆերոմոնների շնորհիվ օրինակի համար ճամփա գծենք, որով կսկսեն մրջունները էշտալ։ Իսկ ինչ մրջունին ստիպենք, որ Կամի Վոյաժերի առաջադրանքը կատարե։ Դոր համար պետք է շիշեմ սովետական հասարակ քաղցր սիրոպ։ Պետք է միամ մրջնապույն գտնել, ընդամենը 10 կատիլ սիրոպ կատեցնել մոտակայքում, դորից հետո առաջի մրջուինը քաղցրի հոդը կառնի ու կերտա այդ քաղցրը գտնելու։ Իրա հետևից ճամպեն նշելով ֆերոմոններով։ Իրանից հետո մյուսները արդեն հետևելով իրա թողած հետքին կերտան պրտուշմե իրանք հացուդեն, բայց արդեն քիչ կարճացնելով ճանապարհը։ Այստեղ սկսել է գործել ունիվերսալ մրջնորենքը։ Եթե կառնիս ֆերոմոնների հոդը, всё էլ բան չկա մտածելու, գնա այդ ճամփով։ Ու եթե ամեն մրջուն սկսես պես մտածել, արդեն կձևավորվի համագործակցային ինտելեկտ։ Ինչքան երկար կեղնի ֆերոմոններով սարկած ճամփեն, այդքան ավելի քիչ մրջուն կերտա վրայով։
Ինչքան քիչ մրջուն կերտա վրայով, այդքան ավելի շուտ հոդս կցնդի այդ ճամպեն։ Ու հակառակը, ինչքան կարճ կեղնի ճամպեն, այդքան շատ մրջուն կերտա վրայով։ Ինչքան շատ մրջուն կերտա վրայով, այդքան ավելի շատ ու երկար կմնա ֆերոմոնների հոդը։ Արդյունքում կմնան մենակ ամենահոդավետ ու ամենակարճ ճանապարհները։ Ամփոփենք, համագործակցային ինտելեկտի համար պետք է ընդամենը 2 բան՝ լիք մասնակիցներ ու ինֆորմացիան փոխանցելու միջոցներ։ Մրջունները ունին 20,000-ից ավել ֆերոմոններ։ Մեկը հացի կանչելու համար է, մյուսը խմելու կանչելու համար է, մեջները կա ֆերոմոն, որը հավաքի կսաղին իրար գլուխ տրանսֆորմերների պես։ Այս թույլի մեջ թրիկ չէ, լիքը մրջուններ են միավորված։ Սպես իրանք կփրկվին ջրից։ Թաթիկներով ցիկ-ցիկ փաթթվե տառել են մասսա ու եթե փորձեն իրանց բաժանեն, իրանք կսկսեն դիմադրել։ Բնության մեջ այս տարբերակով մրջունները փրկվին ջրեղեղներից ու սպես այնքան կգլորին, մինչև հասնին ապահով տեղ։ Մրջունների համագործակցության մեկ այլ կարողություն է կամուրջ դառնալը։ Այս մեթոդով իրանք իրանցից ավելի մեծի ու ավելի ուժեղի հախից կան, օրինակ մեղուների։ Իսկ գիտեք ինչ են вообще իրանք ցվրվե սաղ աշխարհով։ Երբ որ եվրոպացիք գնացել էին Ամերիկան գրավելու, արդեն գիտեին, որ հետ գալուց հետները հյուրեր կբերեն, օրինակ արգենտինական մրջուններ։ Այս փոքրիկ արարածները կրնան սպանեն դաժե իրանցից մի քանի անգամ մեծ ճիջուների։ Իրանք դաժե անասնապահությամբ կզբաղվին։ Տարբեր ծառերի վրա ավրող բուսաբույծ միջատներ կպահեն, հետո ճիր կսարքեն, կուտեն։ Սա ճոգել է, սա ձերից ամեն ինչ կուկա։ Սա կնա բարանձով փլաֆ է գռնան սարքեն։ Ու այսպես հասարակ ալգորիթմների միջոցով արդեն միլիոնավոր տարի իրանք գոյատևեն գա, բայց միշտ չէ որ իրանց ալգորիթմները ճիշտ կաշխատին։ Օրինակ մի հատ մրջուն սխալվի պտույտ կուտա։ Մյուս մրջունները դեռ թողած ֆերոմոնի հոդը կառնին, սկսեն հետևից ֆռալ ու նույնցև մյուս մրջունները։ Վերջում ձևավորվի գա մեծ մրջունների պտտվող օղակ։ Ու շատ ժամանակ հենց դպես ֆռալով էլ հյուծվին սպառվին մեռնինգը։ Եթե հավատանք նատուրալիստ Ուիլյամ Պիբին, ով սաղալամաշխար ուսումնասիրելով ման է եկե։ Գայանայում ինքը տեսել է 370 մետրանոց մրջնապտույտ։ Եկեք ամփոփենք։ Ամեն մրջուն առանձին անպետք ու անուղեղ օրգանիզմ է, բայց վայն եկավ մեզի տարավ, եթե իրանք համախմբվին ու դառնան համագործակցային ինտելեկտ։ Ու այս լեկտիները կրնան լուծեն խնդիրներ, որոնց լուծման համար մարդկանց պետք էր հարյուրավոր տարիներ։ Իսկ ինչ կեղնի, եթե մենք իրանց հավաքենք, սարքենք ինտրովերտ ու փակենք իրանց համար իդեալական պայմաններով ապահովված վայրում։ Ճիշտ է, կդառնան տերմիտներ։ Երևի կմտածեք, որ տերմիտները խելոք շնորհքով անշարժ խոշոր ճիջուներ են, որոնց բանուկորձը մենակ ծառուդելն է։ Տերմիտները խավարասերների բարեկամներն են, ու մենակ ծառուդելը չէ, որ իրանց մոտ լավ կստացվի։ Համագործակցային ինտելեկտի շնորհիվ այս պարազիտները հասկացել են ուր եղա անապատի մեջ ամենահով տեղը։ Ահա ձեզի 8 մետրանոց տերմիտների հանրակացարանի օրինակ։ Ինչ կմտածեք, այս բաբատին տարածքի մեջ ուր է իրանց կազարմեն։ Իրանք կաբրին այս տագի հատվածում։ Դիք նույնն է ինչ որ Բուրջ Խալիֆայում սաղին իջեցնենք ավտոկայանատեղի։ Բայց դեպքում հարց, ինչի համար է պետք է եկա աշտարակը։ Դիք իրականում հովացնող համակարգ է։ Եկեք հասկանանք, թե ինչով կաշխատի այս համակարգը։ Ցերեգը տաք օդը կելնի վերև, գետնի տակից քաշելով ավելի սառը օդը։ Իսկ գիշերը հագարակը գետնի տակից տաք օդը դուրս կհանե սառը օդը ու դոր համար գիշերը տերմիտները չեն սառի սատկի։ Այսինքն ցերեգը հավաքե տաք օդը գիշերվա համար, իսկ գիշերը սառը օդը կհավաքե ցերեգվա համար։ Խճո բանում հասկացար։ Այսինքն այս անուղեղ, բայց լիքը ուղեղավորներից ավելի խելացի արարածները ստեղծել են մի հատ համակարգ, որը կախված իրավիճակից իրանց ապաստարանը կամ հովծնեգը կամ ավելի տաք կպահի։ Ու այս ամեն ինչը առանց գծագիրների ու կառավարության կողմից հատկացրած միլիոնների։ Մեկ-մեկ որովհետեւ հասկանաս թե ինչը կաշխատի ինչ-որ համակարգ, պետք է այդ համակարգը քանդես։ Հա, գիտնականները լիքը քանդել են սպես տերմիտների կողմից պատրաստած աշտարակներ, որ հասկանան ինչ կեղնի, որ մարդիկ տարիներով չեն կռնա մի հատ խաղահրաբարակ սարքեն, իսկ սոնք ավազին թեկելով շենքերը որ սարքեն գա։ Քանդելուց արդեն մեր րոպեմ հետո լիքը տերմիտներ կհավաքվին, որ տեսնին ինչ է եղել, ինչ շուխուր է։ Առաջ եկած տերմիտը մի հատ իր ուժին համապատասխան հողի կդոր կտնե քանդած տեղը ու ֆերոմոնով նշեգը։
Ուտպես մնացածն է մարդա իրանց կդած հողի կդորը բերեն տնեն կողք կողքի ու այս ամեն ինչը շատ զգուշ որ հանգարտ չմնան իրանք սարկածի տակ։ Հետո երբ որ արդեն ահագին իրար վրա դրած կեղնին, սկսեն մեջը բում փորել ու այդ ամեն ինչը շատ արագ ու կազմակերպված։ Որբեսի ամեն ինչ աշխատի, կա երկու պայման։ Ինչ որ ճամփով տալուց, եթե այդ ճամփի պայմանները լավն են, անպայման ֆերոմոններով պետք է նշել։ Եթե ճամփեն լավը չէ, օրինակ շատ շոգ կամ ցուրտ է, պետք չէ նշել։ Ու այս մեթոդով ժամանակի ընթացքում կմնան մենակ լավ ու ապահով ճամփեկը։ Ամեն անգամ, երբ որ մարդկանց թեթև ձեռով տերմիտների բուն կքանդվի, տերմիտները վիզ կտնեն ու նույն տեղը կսարքեն քիչ ավելի մեծը։ Օրինակ, գիտեք, այս ռեկորդագիրները քանի տարեկան են։ 34,000 տարեկան։ Ուսպես սերնդեսերունդ կաբրիստեղ իրանց պապագան տունը գիշեր-ցերեկ աշխատելով։ Մեր մարդկային աշխարհում կան կառույցներ, որոնք սարքվել են ոգևորվելով տերմիտների հորինած համակարգից։ Սիկ քամի որսացող կառույց է, նույն ինքը քամորսիչ։ Գիտական ու պատմական անունը բադգիր։ Նույն սկզբունքով կաշխատի ինչ որ տերմիտների աշտարակը։ Հորինել են հին Պարսկաստանում հլը մի քանի հազար տարի առաջ։ Այս ուղղահայաց աշտարակը որսակը քամին ու գետնի տակից հանեկը գիշերային սառը օդը։ Այդ ժամանակ տակոտը դուրս կուկա աշտարակի վերևից ինչ-որ տերմիտների աշտարակից։ Արդյունքում ներսը 10 աստիճան ավելի սառն է, քան դուրսը։ Բայց այ 30 տարի առաջ մարդիկ կոնկրետ արտագրել են այս մեթոդը տերմիտներից։ Բայց քիչ փոփոխություն են մտցրել։ Ավելի կոնկրետ 2 հատ էլեկտրական հովար են ավելցրել։ Հայերեն ասած վենտիլատոր։ 1991 թվականին Զիմբաբվեում ճարտարապետ Մայք Փիրսը կառուցեց ամբողջական բիզնես կենտրոն, որը հիմնված էր տերմիտների կառուցած ավազե աշտարակների սկզբունքների վրա։ Շենքը սարքել էին հատուկ շերտավոր բետոնից, որը գիշերը պահում էր սառնությունը, իսկ ցերեկը տաքությունը։ Ու որպեսզի ավելի արագ ու էֆեկտիվ եղնիր, ավելցրել էին 2 էլեկտրական հովար, նույն ինքը վենտիլատոր, որոնք էլ օդը ներս կքաշեին։ Մարդիկ ավելի են խորացել ու հասկացել են, որ ինչի իրանք տանջվին սարքեն, եթե կռնան տերմիտներին գործի տնեն։ Ամերիկական միադմ կազմակերպությունը պես էլ երել է։ Ճիշտ է, իրանց սարքած ռոբոտները տկան էլ նման չէին տերմիտներին, բայց կաշխատեին նույն սկզբունքով։ Մեր ռոբոտը որպես նախաձեռնող տնեգա առաջի բլոկը, մյուսները տեսնեին, բերեին մարտա իրանց բլոկը տնեին իրար կողք։ Բայց այս սիստեմով մեծ բաներ դժվար թե կռնանային սարքեին։ Այս ռոբոտների սաղ իմաստը այն է, որ իրանք կռնան կպնին իրար ու դառնան մի մեծ ռոբոտ, ու հենց այս ռոբոտներին էլ ղրգել էին Մարս մոլորակ։ Այսինքն ինչ կստացվի, որ տերմիտների ինտելեկտը ամենակատարելագործվածն է, բայց իրանք գործնելու փոխարեն նախընտրեն իրանց համար հով, ազատ կոնդիցիոների տակ լրվին, որոնք հենց իրանք է սարքել են։ Իսկ ինչ կեղնի, եթե համագործակցային ինտելեկտը դրսևորվի ոչ միայն այն արարածների կողմից, ովքեր անուղեղ են ու մենակ հրահանգներ կռնան կատարեն, այլ նաև այն միջատների կողմից, որոնք ակտիվորեն կադապտանան այս աշխարհին ու նույնիսկ մեկը մեկին կռնան ինչ-որ բան սորվծնին։ Նման համագործակցային ինտելեկտի օրինակ կա դեռևս քարանձավային մարդկանց ժամանակներից։ Այս ժայռապատկերը մոտ 8000 տարեկան է։ Ստեղ Homo sapiens-ը զամբյուղը ձեռը ծառը կփորե, որ ինչ որ քաղցր բան գտնի ուտելու, իսկ իրա կողքու բոլորը ինչ որ երամ կթռնի, որոնք այդ քաղցրը ստեղծել են։ Հա, խոսքը մեղրի մասին է, իսկ խմբակային ինտելեկտի օրինակը մեղուներն են։ Մեղուն իր սաղ կյանքի ընթացքում կրնա մաքսիմում կդալը մեղր արտադրել, իսկ այլ բանկե մեղր սարքելու համար 1000 մեղու մոտավորապես 50,000 կիլոմետր ճամփա է անցել, միլիոնավոր ծաղիկներից նեկտար են հավաքել, բերել, ծամել, ծամցմել ու փետակների մեջ դրել են։ Այդ մեղրը քիչ գմիշով կերեք էլի։ Մեղուները մրջունների պես են, սիրեն հավաքվին, մեկը մեկին թևութիգուն կեղնին ու լավ գործերեն են։ Մեղուները ունին շատ զարգացած տեսողություն ու նույնիսկ ուլտրամանուշակագույն կռնան տեսնին։ Դոր համար ծաղիկները իրանց համար կդառնան վայրը չկատարելու համար իդեալական վայրեր։ Եկեք հասկանանք ինչ կտեսնին մեղուները։ Օրինակ արևած ծաղիկի մեջ կտեսնին պայծառ շողշողացող փոշին։ Այս ծաղիկների թփերի վրա կտեսնին շերտավոր պատկեր։ Կան ծաղիկներ, որոնք մեղուների համար մի ամբողջ գալակտիկա են։ Մեղուները ունակ են նաև մարդկանցից ինչ-որ բաներ սորվելու։ Օրինակ կռնանք մեղուներին սորվծնենք ֆուտբոլ խաղալ, բայց ոչ ուղիղ իմաստով։ Օրինակ իրանց կարելի է սորվեցնել, որ նեկտար ստանալու համար
Պետք է այս քանդակը գլորել դեպի դաշտի կենտրոն։ Պլաստիկ մեղվի միջոցով էլ գիտնականները ցույց կտան, որ ավելի հարմար է հետևանց հրել։ Այսինքն ինչ կստացվի, որ մեղուները ոչ թե մենակ մեկը մեկից կրնան սորվին, այլ նաև մարդկանցից կրնան սորվին։ Ցոնա այս կրնանք օրը մենք մեղուներից լավ բաներ սորվինք։ Մեղուների հասարակության մեջ կան աշխատավորներ, որոնք հավաքեն նեկտարը, ու կան հետախույզներ, որոնք պետք է բացատրեն, թե ուրդեղից կարելի է հավաքել այդ նեկտարը։ Բացատրեմ ինչեղ։ Մեղուների ժողովի ժամանակ հետախույզ մեղուները պարերի ու ժեստերի միջոցով բացատրեն, թե ուրդեղ է նեկտարը։ Կարելի է ասել պանտամիմա կխաղան, բայց եկեք ավելի խորանանք պարերի վրա։ Պարելը համագործակցային ինտելեկտի լեզուն է, ուսիկ հասկանալը ավելի դժվար է, քան ֆերամոնների լեզուն, բայց զատո այս լեզվով ավելի շատ ու ավելի մանրամասը բաներ կարելի է բացատրել։ Օրինակ, ստեղ այս մեղուն բացատրեկը, որ արևից քիչմ ցախ ու ուղիղ 1 կիլոմետրում հեռու բոմբ դաշտեր է գտե։ Բնականաբար սիկ ոչ Google-ով, ոչ արհեստական ինտելեկտի միջոցով չի թարգմանվել։ Մարդիկ շուտվանից են վերցանել մեղուների լեզուն։ Օրինակ, մեղուն սպես կիսակլոր կնգարե, հետո քամակը շարժելով մեջտեղից կանցնի ու հետո նույնի հակառակը կֆռա 8 նգարելով։ Այս տվյարկը գլխավոր շարժումներ է սպարի։ Շարժման ուղղությունը ցույց կտա, թե ուր կգտնվի նեկտարը արևի դիրքի համեմատ։ Եթե մեղուն պարը կատարեկը ուղիղ դեպի վեր, նեկտարը արևի ուղղությամբ է, եթե դեպի ներքև հակառակ ուղղությամբ։ Քամակը թափ տալու երկարությունն էլ ցույց կտա հեռավորությունը։ 1 վայրկյանը հավասար է մոտավորապես 1 կիլոմետր թռիչք։ Ինչքան շատ մեղուն կկրկնե իր պարը, ուրեմն այդքան ավելի բոմբ դաշտեր են գտե։ Ապ, սիկարաս մի թարգմանես հասկանանք։ Նայ, ուրեմն հետախույս մեղուն հավաքեք աշխատավոր մեղուներին ու կստեղեք դեմքով կանգնիկ դեպի արևը, մեծ հետևը լավ է, այդ կանեմ ցախ կթեքվիկ ու ուղիղ կիլոմետրում կերտակ կհասնիկ։ Հասկացար։ Օրինակ դուք կրնակ պոեզի մեջ նստած լուսամուտից դուրս նայելով սյուների կամ ծառների օպտիկական հոսքից հասկանաք ինչքան ճապա են կանձե։ Դժվար կրնանակ։ Իսկ այ մեղուները, երբ որ իրանք դռնինգը գետնի կամ խոտի վրայով առարգաները իրանց տեսադաշտում շարժվինգը, ինչը թույլ կուտա իրանց հասկանան, թե ինչքան են թռե արդեն։ Մեղուները դիստանցիան չափենգը ըստ իրանց տակի օբյեկտների անցած արագությամբ։ Օրինակ, եթե մեղվին հայելու վրա թռցնենք, մենակ արտացոլանք տեսնելով չի հասկանա ինչքան է թռե, ու որբեսի ուրիշ օբյեկտներ սկսե տեսնել, մեղուն կսկսե իջնել ներքև, ու արդյունքում դամփ գլխով հայլուն։ Այո, դոր համար է ջրի վրայից թռնելուց հիմնականում կերտան խորդագվինգը, որովհետև ջուրն էլ նույն հայելու էֆեկտ ունի։ Սիկ համագործակցային ինտելեկտի վրիբումներից է, ինչքան մրջնապտույտը։ Ինչ կարելի է ենթադրել։ Կարելի է ենթադրել, որ համագործակցային ինտելեկտը ունի կոնկրետ ալգորիթմներ, բայց մեկ-մեկ այդ ալգորիթմները կվրիվեն։ Մենք, մարդիկ, կրնանք օգտվենք այս ամեն ինչից, այսինքն ոչ թե պրոստը կողնանք այս ամեն ինչի արդյունքը, խոսքի մեղրը, այլ վերցնենք իրանց ալգորիթմները։ Հաստատ տեսած կեղնիկ ես կվադրակոպտերների շոուն, ընձիկ թվաց սիգորես աբորիգեններին ցույց տանք կրնատաժը մտածեն իրանց աստվածն է ինչ է երկնքից, իսկ ինչ կեղնի եթե նավիգացիայի համակարգը կախ է իրանց մոտ, 100 տրոն իրար մեջ կմտնին ու կեղնի խայդարագություն, ըդոր համար ավելի լավ է իրանք է թռին ինչ-որ մեղուների պարսը, այսինքն մեկը մեկին նայելով, այս դեպքում արդեն 100 տարբեր ծրագիր գրելու տեղը պետք է գրվի մի հատում, խելացի մարդիկ ըդիգել են արդեն գրել։ Ամեն կետը հաշվեք մեղու է, որը կառաջնորդվի 3 կանոնով։ Առաջին՝ չխփել մյուս մեղուներին, երկրորդ՝ թռի ընդեղ ուտեղ սկզբից պայմանավորված է եղել, ու երրորդ՝ երամի մեջտեղին մաքսիմալ մոտիկ եղի։ Այս կանոններով կառաջնորդվին նաև հազարավոր թռչունների երամներ կամ հարյուրավոր ձկների պարսեր, որոնք միասնական եղնելով մոլորության մեջ կգցեն կիշադիչ ձկներին, որոնք չեն կրնա կենտրոնանան կոնկրետ մեկի վրա ու չհասկանալով ինչ պետք է եղնին քոռ ու փոշման թողնին կերտան։ Նույնցև եղնիկների հոդը, վտանգը զգալով սկսեն շրջանաձև վազել մեջտեղ առնելով ամենաթույլերին, որ կիշադիչները չկրնանան վնասեն իրանց։ Իսկ կիշադիչը այս պատկերը տեսնելով չի կողմնորոշվի ինչ պետք է նե ու թողնի կերտա։ Ընդամենը 3 կանոն։ Գնա որ պետք է երտաս, աշխատի կենտրոնին մոտիկ եղնիս ու աշխատիչը զարգվիս կողքիններիդ։ Եթե այս ամեն ինչը տեղափոխենք համակարգչային սիմուլյացիայի մեջ, կարելի է ծրագիր գրել տրոնների համար ու իրանք կրնան երամներով թռնին, խոչընդոտներ շրջանցեն ու դաժե մարդ հետևեն։ Լորձասունկը երկաթուղային ճամպեկ կսարքե,
Մրջյունները խնդիրներ կլուծեն, որոնք նույնիսկ գեր զարգացած համակարգիչները չեն կրնա լուծեն։ Մեղուները համախմբված կաշխատին։ Հիմի հարց. իրանցից որի համագործակցային ինտելեկտն է ամենակատարելագործվածը։ Եկեք հասկանանք։ Ինչքան ավելի փոքր են կոնստրուկտորի դետալները, այդքան ավելի դժվար բաներ կարելի է ստանալ իրանով։ Այս կանոնը կաշխատի նաև բնության մեջ։ Ամենազարգացած համագործակցային ինտելեկտը պետք է ունենա ամենաշատ մասնագետները, ամենաշատ ու ամենափոքր։ Գիտեք, այդպես քանի հատ համագործակցային ինտելեկտ կա մեր մեջ։ Հիմիսեմ հաստատ մտքերով էլ չեր անցել։ Խոսքը բակտերիաների նույն ինքը մանրեների մասին է։ Երբ որ մանրեները կհավաքվին, իրանք կհասկանան, որ մենք շատվոր ենք, ու ժամանակն է համագործակցային ինտելեկտը միացնելու։ Այս երևույթը կոչվում է քվորումի զգացում։ Քվորումը դիք մինիմալ քանակն է, որ կարելի է հավաքվել ու ինչ-որ որոշում կայացնել։ Ծանոթացեք վիբրոֆիշերի, երբ որ իրանցից 1 միլիմետրի վրա կհավաքվին 100 միլիարդ հատ, իրանք կսկսեն զգալ մեկը մյուսին ու կլուսավորվին։ Այս ամեն ինչից կօգտվի կալմարը, որը հատուկ իր ամբողջ մարմնի վրա այս լուսավոր բակտերիաներից կպահե, որ ներսից լուսավոր եղնի ու շող չգցե ձկների վրա։ Այս դեպքում ձկներն էլ կմտածեն, որ իրանց գլխի վերևը աստղեր է, ու մինչև ձկները կորոշեն վայելել աստղազարդ երկինքը, այդ աստղազարդ երկինքը կուդե իրանց։ Այս բակտերիաների համար իշխոր մնացած բոլոր երևույթների ամենաուժեղ ստիմուլը ուդելն է։ Տվեք իրանց քիչ ժամանակ ու ինչ սես ու հումս պատրաստեն ուդել։ Այս միկրոբակտերիաները որսի ժամանակ մազիկներով կբնինգե իրար ու սկսեն գահարցակվել սինխրոն ալիքներով։ Նայեք ինչ կհարցակվի աղիկային ցուպիկի վրա, իսկ երբ որ էլ ուդելու բան չկա ու էլ երտալու տեղ չկա, մանրեները սկսեն փոքրիկ սնգեր աճեցնել, որոնք էլ իրանց հերթին թազա մադրեներ կստեղծեն։ Ահա, բակտերիաները կրնան շատվորով հավաքվին իշխոր մրջյունները, կրնան սերունդներ տան իշխոր լորդասնգերը ու կրնան իրանց համար հարմար պայմաններ ստեղծեն իշխոր տերմիտները։ Բայց գիտեք որն է իրանց առավելությունը սոնսաղի համեմատ։ Իրանք շատ են։ Շատ են, ահավոր շատ են։ Ձեր քաշի 2-3 կիլոն մանրեներ են։ Մի մտածեք, որ իրանք պրոստը անպետք փուֆիկ էակներ են, որոնք եկե առանց մեզի հարցնելու բնակություն են հաստատել մեր մեջ։ Առանց իրա մենք օրինակ չէինք կրնա մարսեինք բանջարեղենները կամ հասարակ կատը։ Ստեղ սա հարցը այն է, թե ինչ կպահանջեն իրանք իրանց երազի դիմաց։ Ըսիկ հասկանալու համար գիտնականները վերցրել ու առանձնացրել են ճանճերի երկու խումբ։ Մեկ խմբին կերակրել են օսլայով, որ իրանց մեջ բազմնան լակտոբակտերիաները, իսկ մյուս խմբին կերակրել են շաքարով, որ հակառակ լակտոբակտերիաները մեռնին։ Ու երբ որ այս երկու խմբին բաց կթողնին իրար մոտ, իրանք հրաժարվին կբազմանալուց ու սկսեն գխարը խուրը թռնել։ Բայց երբ որ իրանց կերակրեն նույն կերով ու իրանց միկրոֆլորան կհավասարվի, միանգամից ոչ բարև, ոչ բարելույս, սկսեն բազմանալ։ Հասկացաք ինչ կատարվավ։ Չէ, խոսքը այն մասին չի, որ մեր ճանճը մյուս ճանճին զարմացրեց։ Մանրեները ճանճերի աղիքների մեջ նստած կառավարեին իրենց կյանքի ամենակարևոր բանը։ Չէին թողնի, որ ճանճերը բազմանային ուրիշ ճանճերի հետ, ում աղիքների մեջ իրանց պես մանրեներ չէին ապրի։ Ստեղ մետամ անհամեստ հարց առաջ կուկա։ Արդյոք մանրեները կառաջնորդվին համագործակցային ինտելեկտով ու ընդհանրապես ինչը բնության մեջ ի հայտ եկավ համագործակցային ինտելեկտը։ Ծանոթացեք, այս բարի դեմքով հոր եղբայրը Ռիչարդ Լենսկին է։ 36 տարի առաջ մի հատ էքսպերիմենտ է սկսել այս մարդը անել։ Այս մարդը վերցրել է մի հատ սառնարան, նույն ինքը խալաձելնիկ, ու մենք հիմի այդ սառնարանի մեջ կրնանք մեր անզեն աչքով հետևենք էվոլյուցիային։ Ավելի մանրամասը 1988 թվականին, երբ որ մեր Ռիչարդը հələ ջահել տակարյուն երիտասարդ էր, որոշել է վերցնել աղիգային ցուպիկի 12 տարբեր մանրեներ ու 12 տարբեր կոլբաների մեջ բնագեցնել։ Ինքը ամեն օր սոնց գլյուկոզա կուտա, սոնկել իր շուպես բազմանանգը, ու եթե մարդուն սերունդներ տալու համար տարիներ է պետք, մանրեներին մի քանի ժամն է հերիք։ Ու որովհետեւ այս փոքրիկ էակները գերբնագեցումից չմեռնին, Ռիչարդը շուշուտ կոլբաներից կհաներ արդեն տարիքն առած մանրեներին, արդյունքում կոլբաներում 74500 սերունդ է փոխվել։ Ռիչարդը ամեն 500-րդ սերունդը սառեցրել է, որ հետո ապագա սերունդների հետ կրնանա համեմատել։ 36 տարի ամեն աստծու իրա օր Ռիչարդը պարդաճանաչ կերակրել է այս պարազիտներին,
1/5-ին տեղափոխել է ուրիշ կոլբաների մեջ, իսկ մնացած 99%-ին ես փեջի մեջ կեպեր։ Բայց ինչի կեպեր։ Կերնամով էր։ Կառնա։ Ուտպես ամեն օր, մինչև մի օրում տեսա, որ 12 կոլբաներից մեկը գույնը փոխել է։ Սկզբից Ռիչարդը մտածեց, որ երևի կեղդոդել է, բայց որ ուսումնասիրեց, հասկացավ ինչն ինչոց է։ Ու սաղ գիտական հանրությունը սկսեց խոսալ այդ մասին։ Մանրեները այնքան էին շատացե, որ արևի լույսն արդեն դժվարությամբ կհասներ իրանց։ Պարզվի գա այս աֆերիստները խիտրի բան են մտածել։ Հերթական մուտացիայի ժամանակ մի հատ փոքրիկ մանրեիկ հասկնա, որ նատրիումի ցիտրատը, որի մեջ իրանք կապրին, կարելի է ուտել։ Նույն բանն է, որ մարդ երտա Մարս ու օրինակի համար այնտեղ կարտոշկա աճեցնե ուտե, հետո հասկնա, որ կարելի է նաև Մարսի վրայի կռունտը ուտել։ Այս մանրեն ինչ-որ ընդհանրապես լավ ճամփակտած մրջուն նեղնի։ Վարկյանամ հետո սկսեգա մնացածին է պատմել այս իր կտածի մասին ու նոնք է սկսեն երթալ իր հետևից։ Ուտպես բացահայտվի կը մանրեների ալգորիթմը, որը կաշխատի 2 քայլով։ Քայլ 1. Պետք է բազմանալ ինչքան հնարավոր է շատ ու շուտ, որ գոնե միլիարդավոր սերունդներից մեկը մուտացիա ստանա։ Ու քայլ 2. պետք չէ եղնել քծիպ։ Ստացար մուտացիան, մի անգամից փոխանցե մնացածին։ Ռիչարդի էքսպերիմենտը ցույց տվեց, որ էվոլյուցիա միշտ կա, ու մոդավոր space էքսպերիմենտ տեղի կունենա հենց մի համաշխարհային մասշտաբով։ Օվկիանոսում լիքը շշեր կան իրանց ներսի սեփական էվոլյուցիայով։ Իրանց մեջ բազմանան կա հատուկ բիոթաղանթներ, որոնք կոչվին պլաստիսֆերաներ։ Սոնք հատուկ էկոհամակարգեր են, որտեղ ամբողջ սննդային շղթան հարմարվել են պլաստիկին, իսկ մանրեները սովորել են պլաստիկն ուտել։ Իրանք կրնան հատուկ ֆերմենտներ արտադրեն, որը կրնա քայկայե պլաստիկը։ Ուսպես ամեն տեսակ պլաստիկի համար գտնվել է իր բակտերիան, որը կրնա այդ պլաստիկի հախիցքա։ Ու կարող է ինչ-որ 8000 տարի առաջ սորվանք մեղուներից մեղր վերցնել, այդպես է կրնանանք մանրեներից վերցնենք իրանց հակապլաստիկային ֆերմենտները։ Էվոլյուցիան ամենամեծ ու ամենահզոր համագործակցային ինտելեկտն է, ու հենց իր շնորհիվ որ մրջունները կրնան կամբուջներ սարքեն, մեղուները կրնան պարելով իրար հետ խորատա ենեն, ամեոբաներն է հավաքվին ու դառնան լորձասունք։ Համագործակցային ինտելեկտի ալգորիթմները կօգնեն որ այս մոլորակի վրա ամեն ինչը կրնանա զարգանա։ Հիմա արդեն պարզ է որ հաճախ ավելի ձեռնդու է եղնել փոքր, բայց բազմաքանակ։ Ու կարող է մենք էլ ենք այս համագործակցային ինտելեկտի մի մասը, ու մեզի պետք է ոչ թե առանձին դիմակայելու պայքարել այս աշխարհի մեջ, այլ հակառակը, եղնել միասնական ու պայքարելու փոխարեն ուղղակի հստակ քայլերով զարգանալու առաջ գնալ։ That's life. That's what all the people say.